Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Մենք ապրում ենք փոքր երկրում, բայց ունենք շատ մեծ հոգսեր։ Շաբաթվա ընթացքում տարբեր իրադարձություններ, տարբեր մտահոգիչ տեղեկություններ տարածվեցին համացանցով, մենք անդրադարձանք այդ բոլոր տեղեկություններին, բայց թերևս դրանցից ամենակարևորը եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններն են, որոնք հանգիստ չեն տալիս ոչ մի քաղաքացու։ Բոլորս անհանգիստ ենք, տագնապած ենք, հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Այրաթոր Սուրբ Էջմիածնում եւ նրա շուրջ, ընդ որում, ինչպես տեսնում ենք, իրադարձությունները բավականին արագ են զարգանում եւ ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանը արդեն անցել է ավելի վճռական գործողությունների եկեղեցին եւ Մայր Աթոռը գրավելու իր նպատակին հասնելու համար։ Եթե նախկինում մենք տեսնում էինք, որ նա գնում է պատարակների տարբեր եկեղեցիներում, որտեղ պատարակիչները երբեմն լինում էին կարգալույծ, երբեմն կարգ ունեցող քահանաներ, ապա հիմա արդեն մի կարգ բարձրացել է շփումների մակարդակը եւ Նիկոլ Փաշինյանը արդեն իրենով է արել սրբազանների մի խմբի, որոնց հետ նաեւ այս շաբաթվա ընթացքում հանդիպում ունեցավ, որոնք նաեւ հայտարարություն տարածեցին ուղղված վեհափառին, բավականին կոշտ որակումներով եւ եկեղեցու ավանդույթներում չընդունված ձևակերպումներով եւ պարզ է, որ այդ սրբազանները այլևս դուրս են եկել կարծես թե եկեղեցու ուղեծրից եւ իրենց առանձին ինչ-որ մի հատ խումբ են ձևավորել վարչապետին կից, նաեւ այս շաբաթվա ընթացքում տեսանք, որ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր ժողովը եկեղեցու, որին այդ սրբազանները չմասնակցեցին, չնայած հրավիրված էին։ Գիտես, ես անընդհատ, երբ որ հետևում ենք այս իրադարձություններին, անընդհատ մտածում ես, որ միտեղ շղթան կկտրվի եւ մի պահ գոնե այդ նույն սրբազանները կգիտակցեն, որ դրանով ոչ թե, չգիտեմ, բարեփոխում են եկեղեցին, ինչպես իրենք այդ փարիսեցիական արտահայտություններն են օգտագործում, ոչ թե օգնում են, որպեսզի մաքրվի կամ վեհափառի հեռանալով այդ եկեղեցին կարող է շահել, այլ պարզապես իշխանության թելադրանքով, հարկադրանքով ինչ-որ քայլերի են դիմում, ընդ որում դե պարզ չի, թե ինչ ճնշումների են ենթարկվել կոնկրետ այդ սրբազանները, խոսքը 8-9 սրբազանների մասին է, որոնք ստորագրել էին հայտարարությունը եւ գնացել էին կառավարության շենքում, հանդիպում էին եւ գիտես ինձ համար առանձնապես ցավալի էր, որ ներկա էր նաեւ Արցախի թեմի առաջնորդը, այսինքն մի վարչապետ, որ ասում է, որ չկա Արցախ, փակել եմ այդ էջը, Միսկի խումբը լուծարել եմ, Արցախի հարցը լուծված, փակված է, ընդունում է Արցախի թեմի առաջնորդին, դες զավեշն ու բանը։ Ընդամենը մի քանի օր անց երևի այդ պատրվակն էլ կիմանանք, թե ինչու էր Արցախի թեմի առաջնորդ կամ ինչը ստիպեց այդ որ դոսիեն ինչ արել իր կյանքում հանրությունից թաքնված, որը իրեն ստիպել է, որն ավելի կարևոր է, քան Արցախի կորուստը, որի դիմաց ինքը գնացել էր եւ մասնակցում էր այդ կոպիտ ասած բեմամականացումը եւ իրենց ուխտը, չէ, եկեղեցու առաջ իրենց Նիկոլ Փաշինյանը ինքը հետեւողական իր ծրագիրն իրականացնում է։ Արչեւ դրել է նպատակ քանդել եկեղեցին, այդ քանդիչ ավերիչ գործունեությունը նա իրականացնում է։ Այո, ցավալի է, որ այս ամիսների ընթացքում աստիճանաբար գտավ որոշակի հենասյուներ, որոնց վրա հենվելով նա կարողանում էր իրականացնել, տեսանք մինչև այդ ամեն կիրակի, որ 7 տարի եկեղեցու տեղ չգիտեր, ոչ մի եկեղեցական պատարագի չէր մասնակցել, երևի երազեր տեսել, եկել էր հրեշտակը ասել էր դու գնայինք նամակրվի, մեղքերի թողություն ստացի 5000 զինվորի այրունը դու այդպես պետք է երևի մեղքերդ քավություն քավես եւ այլն գնաց։ Կարգալույց քահանայի պատարագին մասնակցեց, գնաց, հերթով պղծեց եկեղեցին, բայց տեսավ իր հոթնա փոքրականակ, այդ հոտից են 1000 հոգուց ավելին հազարը մի քիչ շատ թիվ ես ասում, դրանից ավել ձնագուտը չաճեց, հիմա որոշեց գնալ հաջորդական, ինչպես ասեցի, լեվելը բարձրացրեց, սրբազաններին մեղսակից սարքեց իր հետ հավասար, լրատվության մասնագետ ես, քարոզչության երկրի համար առաջի դեմքերից մեկն ես։ Քարոզչության ոլորտում կա մի պենտադա, լասու էլի, որն ասում է ով է ասում կամ ով է գործողություն անում եւ ումով է անում։ Հիմա այն որ արդեն Նիկոլ Փաշինյանն է շարժման գլխին կանգնածը, արդեն լրակյաց մեծամասնությանը, մեր հանրապետության, հանրության լրակյաց մեծամասնության համար արդեն արգահատելի է։
ընդունելի չի։ Այո։ Եվ այն ագրեսիվ փոքրամասնությունը, որին նա դեռ կարողանում է կառավարել, այդտեղ լյուստրացիայի մենք ականատես եղանք, որովհետև այդ բոլոր սրբազանների խորքում կան մեծ մեղքեր, ավելի մեղքեր, օրինակ, եթե դու կաթողիկոսից ինչ ես պահանջում, չէ՞, Կուսակրոնության խախտել ես, ասում բայց ես։ դրանց շարքում նստած է մեկ մարդ, որ այնպիսի մարդ ու այնպիսի անուն ազգանունով, որ օրինակ Խաչիկ Գալստյան, ես հետաքրքրել, այս երկրում տասնյակներ կան։ Տարածված ազգանունը Գալստյանը, Խաչիկ անունը նույնպես հայերի մեջ, այսինքն ինձ նույնականացնել գրեթե անը, բայց այնպեսի մարդ հայերի բարձրագույն սրբազանի կոչումով, որը էլի այդ կուսակրոնության ուխտը խախտածը ու այդտեղ լուրջ դեմքով խոսում է երկրի եկեղեցու բարենորոգման մասին։ Ով շորի սկանդալներով մեծ քրեական գործերի հերոս է եղել։ Արդեն այդ լյուստրացիան արդեն բավական է, որ մենք հասկանանք, որ սրա արածը քայքայիչ, պառակտիչ, ավերիչ Հայաստանը ապաքրիստոնեացման գործողություն է, որովհետև ես արժեքների մասով շատ եմ ուսումնասիրություններ իրականացրել, ես տեսել եմ քարտեզ, որտեղ Հայաստանը ավանդական արժեքների կրող երկրների շարքում է եւ կենտրոնական դիրք ունի, այսինքն սա ավելի արխայիկ, ավելի ավանդական, ավելի ամուր հասարակություն է եղել մինչ օրս։ Պետք է խփել այդ հասարակությանը, պետք է քանդել դրա հիմքերը։ Երկու հենասյուն, հավատք, իդեմս քո եկեղեցու եւ ընտանիք։ Երկու այդ հենասյունն են այսօր Հայաստանում ուղղակի ինտենսիվ քայքայման process-ի մեջ են։ Տես, ուրեմն լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարց են տալիս, ասում են այս հոգևորականները, որոնք այս սրբազանները, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը, այդ սրբազանները այդպես չի, որ էտալոններ են, էլի կուսակրոնության եւ իրենց ուխտի պահպանության, ասում է ես պատասխանում եմ, ասում է ես չեմ ուսումնասիրել իրենց կենսագրությունը, ասում է, չգիտեմ իրենց կյանքի մանրամասները, իսկ ո՞նց եղավ որ են մյուսներին ուսումնասիրեցին ու դրեցին։ Կարող եմ ասել, որ այդ մեկի կենսագրությունը շատ լավ գիտի, ու մասին մենք այսպես ենթատեքստերով խոսեցինք, այդ մարդու հոր կենսագրությունը ում ինքը շատ կարևոր պաշտոններ է 18 թվականից հետո այտենց կարիերայի թռիչքներ ունեցել եւ այլն գոնե այդ մարդու կենսագրությունը վստահաբար եմ ասում լավ ուսումնասիրել ու առնվազն դրա մասին մնացածներին էլ բայց կիմանա հեչ որ չէ հազարավոր հոդվածներ են հրապարակվել այդ նույն հոգեվորականների մասին են էլ իր խմբագրությամբ չէ իր ձեռամբ լրատվամիջոցում ինչպես կարող է Այստեղ պետք է դիտարկել մի քանի պատվիրատուները կարող են լինել դրսի հետ այստեղ կարելի է տեսնել, կարելի լինել ներսից, որովհետև մարդը ինքը հիվանդագին երևակայության տեր անձնավորություն է, որը իրեն համարում է նոր դարաշրջանի փրկիչ, մարդ ով իրեն ասոցացնում է Հիսուս Քրիստոսի հետ, մարդ ով գուցե եւ իրեն ներշնչել է, որ ինքը դու նոր հավատքի ռավիրան ես, եթե այդպես ունի հավատ, նոր աղանդ, հակա եկեղեցականական, հակա աթոռական աղանդ է սարքում եւ պետք է որ լինի ինքը դրա գծավորը։ Եվ ըստ պատերազմի հայտարել իր ժողովրդին, իր ժողովրդի ավանդույթներին, իր ժողովրդի պատմությանը, իր ժողովրդի ազգային կերպարին, պատերազմի հայտարել։ Արի անդրադառնանք։ Առաջին հայացքից է թե ինքը մեծամասնության աջակցությունը վայելում է, չկա այդպեսի բան, բայց ես անդրադառնամ լրագյաց մեծամասնությանը, ովքեր լուր հետևում են, ովքեր հեռու են փորձում իրենցից պահել, բայց Նիկոլ Փաշինյանը ինչ է արել, տես դաշտ էլի սև սպիտակի է բաժանել, կամ դու Նիկոլ Փաշինյանի պատարակների մասնակից ես, այդ հուդայական սրբազանների կարգի մեջ ես, կամ դու այն մյուս թևի կարգի մեջ ես, եւ այդ սև սպիտակ բաժանելով ինքը նորից իր գործը նորից թշնամի աստացել, նորից թշնամի աստացել, ոնց որ Սփյուռքը պառակտեց, Հայաստանի ներսը պառակտեց, եկեղեցին հիմա պառակտում է, իսկ դրանք այն կառույցներն են, որոնց վրա մենք պետք է հենվենք, որ ազգային ինչ-որ խնդիր նպատակ իրականացնենք։ Բավականին մեծ աղմուկ առաջացավ այդ սրբազանների հոգու հայտարարությունից եւ իդեպ այդ հայտարարության մեջ կային անթույլատրելի որակումներ, հա, վեհափառին ուղղված եւ հետաքրքիր էր, որ իրենք վեհափառի նկատմամբ իրենց դիրքորոշումը բացատրում էին միայն արշակ սրբազանին պաշտպանելու հանգամանքով։ Այսինքն եթե մի վեհափառ, որը իր դիվանապետին է պաշտպանում, այլ մեղք չունի, բայց 20 տարի իշխում է այս եկեղեցում, ուրեմն նա ընդհանրապես մեղք չունի, էլի կարելի է այդպես ասել։
Բայց հարցը դա չի, հարցը այն է, որ այս հայտարարությունից հետո դե ակնհայտ դարձավ արդեն թե ովքեր են եկեղեցու կողքը եւ ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողքին, ու մարդիկ ինչ էին անում, ամբողջ մի օր գրում էին այն մասին, որ պետք է կարգալույծ անել այդ եպիսկոպոսներին, պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի եկեղեցին եւ պետք է գնա ինքնամաքրման ճանապարհով։ Սա շատ լավ հնարավորություն է, ըստ էության մարդիկ այո, այդ սրբազանները լուստրացիայի են ենթարկվել, ցույց են տվել թե իրենք ով են։ Բայց եկեղեցին ոնց որ թե հապաղում է, հա, չի գնում կտրուկ քայլերի։ Այսօր հոգևոր խորհրդի հայտարարությունը, եթե տեսել ես, հայտարարեցին, որ կոչ ենք անում վերադառնալ եկեղեցու բարեպաշտունին քրիստոնեական գաղափարաբանությունը, այդ ներողամտությունը, մեծահոգությունը, այդ այլ մեծ գործ անել բարձր դիրքից եւ հայրաբար այդպիսի հորդորները գուցե ինչ որ կոնցեպցիայի մեջ տեղավորվում են։ Իհարկե, ես էլ եմ այն մարդկանց թվին պատկանում, որը լինելով հավատացյալ, լինելով աշպան եկեղեցու, որտեղ ով չի հասկանում, որ այս իրադարձությունները ուղիղ հարված են հայ առաքելական եկեղեցու, նա առվազն կույր է, մտքով, ուղեղով, աչքերով եւ այլն։ Սա ուղիղ հարված է հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Սա եկեղեցու դեմ է հարձակում։ Այստեղ հոգովարականները կներեք արտահայտության համար ուղղակի գործիքներ են, ընդհանրապես օգտագործվում են այդ հարվածը ավելի թիրախային, ավելի հատու իրականացնելու։ Կամ տեսեք նորից անդրադառնամ, ով է նախաձեռնում դու պետությունը, սահմանադրությունը որպես գլխավոր օրենք հստակ ֆիքսում է պետության եւ եկեղեցու փոխհարաբերությունները։ Դու զբաղվիր այս պետությունը խնդիրների մեջ թաղված է։ Մեր աչքի առջև ընդհանրապես 10% անտառային ծածկույթ ունենք, այդ 10%-ը հրդեհի մեջ է, բռնկված է։ Դու գնա այդ հարցերը լուծի պետության ղեկավարես։ Գնա այդ Դիլիջանում այդ հարցերը լուծեիր, չէ՞, այլ ոչ թե ինֆորմացիոն ծխած ծածկույթի տակ գլոբալ ինֆորմացիոն բլոկադա են սարքում, այն ինչ իրանց համար կարևոր է, բերում են ջրի երես, դա այսպես ասած գեներացնում են։ Մենք հարցազրույց էինք արել, մարդն ասում էր, ասում մինչև սոցցանցերում աղմուկ չբարձրացավ, որ հրդեհը հասել է Դիլիջանի անտառներին, ասում ոչ մի հրշեջ չկար, ոչ մեկը չէր զբաղվում այդ հրդեհներով։ Էլի փառք ու պատիվ, գոնե սրանք էլի ինչ որ ահուդող ունեն Facebook-յան, հա, այդ հանրային կարծիքից, հատկապես սոցիալական ցանցերում, իդեպ հիշում եք, երբ որ մենք խոսում էինք անցած շաբաթ քաղբանտարկարների թեմայից եւ մատնանշում ենք, որ ունենք կին քաղբանտարկյալ իդեմս Լիդիա Մանթաշյանի, միայն մեծ աղմուկից, աղաղակից հետո հասարակական լայն պարսավանքից հետո նրանք այդ քայլն արեցին եւ փոխեցին։ Եվ Փառք Աստծո, այո, շատ ճիշտ։ Այնպես որ այստեղ էլ, հա, նույնիսկ եթե սոցիալական ցանցերում, օրինակ կիրակնօրյա պատարակներին, եթե ես իհարկե կոչ եմ անում, անձամբ ես էլ կիրակի օրը գնում եմ պատարակի, իրական պատարակների, այդ հաղորդությունը ստանում եմ եւ այլն, եւ նրանք, ովքեր որ առնվազն դեմ են սրանց քաղաքական, ընտրեն իրենց եկեղեցին, գնան այնտեղ մասնակցեն, որ տեսնեն, որ իրական հավատացյալները այստեղ են, ինքը իրականում ագրեսիվ փոքրամասնություն է, բայց այս ճանապարհը, որ մենք հիմա անցնում ենք ազգովի, ուրիշ երկրներ անցել են։ Մշակութային հակահեղափոխության կոնցեպցիայի մեջ Ամերիկան 40 տարի առաջ արդեն արևմուտքի վաղճանը այնտեղ եղել է, բայց քանի որ կան մնացուկները, սրանք ուշացած, այսպես ասած, թերմասկներն են տվել են մեզ որպես ԻՊԱ եւ 7 տարի առաջ մեր գլխին թակավոր են կարգել եւ այլն, հիմա այդ հետը որտեվ այնտեղ էլ Ամերիկան, որ 100 տարի առաջ ամենաքրիստոնյա երկրներից մեկն էր, հիմա դառել է ապաքրիստոնեական երկիր եւ քրիստոնեությունը որպես մեծամասնության կրոն, ինքը արդեն անկյունային է, ինքը մարգինալ է, հրապարակավ դրա մասին չեն խոսում։ Նահանգապետը կամ ինչ որ մեկը կարա որոշի հայր մերը փոխի, Սուրբ Հոգու փոխարեն ուրիշ բառ արտաբերի դեն ազատությունն է, չէ՞, հիմա այսպես է։ Ինչ արեցին, սկսեցին պատարակները խմբագրել, ինչ որ բաներ թողել։ Ամերիկան ազգային պետություն չի, Ամերիկան տարբեր երկրներից հավաքված մարդկանց հանրույթ է, եւ պետության հիմքը եղել է քրիստոնեությունը, ինքը մաքուր քրիստոնյա պետություն է եղել մինչեւ 30-40 տարի առաջ, հա։ Հիմա այդպես չի, բայց հասկանում են Թրամփի ըստ էության իշխանության գալը ավանդականների, պահպանողականների վերջին մենամարտը հենց դրա շուրջ է, որ իրենց արժեքները գոնե փրկեն կործանում։ Այո։ Խոսեցիր անտառների մասին, ես ուզում եմ նաև հիշենք մի քանի ուրիշ բանել։ Երբ որ տեսնում ես, թե ինչով է զբաղված վարչապետ կոչված է եւ իր ամբողջ թիմը այդ կառավարությունը, ուղղակի ապշում ես, իրոք մտածում ես, ասում ես, միթե այս մեր երկրում խնդիր չկա լուծելու։ Ասենք օրինակ Անահիտ Մանասյանը գենդերային հավասարության հետ կապված ինչ-որ համաժողով է անում, այդ համաժողովին գնում է հակահետախուզության պետը, ազգային անվտանգության խորհրդի
քարտուղարը, Երևանի քաղաքապետը, ուրեմն բոլոր ելույթներ են ունենում, հանդիսավոր նստած են մի ամբողջ օր, 2 օր դրանով են զբաղված։ Կարելի է կարծել, որ բոլոր հարցերը լուծել են։ Մինչդեռ հենց այս օրերին Երևանի օդի աղտոտվածության մակարդակը հասել է կատաստրոֆիկ մակարդակի, որ աշխարհի ոչ մի երկրում ամենաաղտոտ օդ ունեցող երկրների այդ մակարդակը գոյություն չունի։ Անտառները այրվում են օրեր շարունակ, չեն կարողանում դրա դեմն առնել։ Այս օրերին էլ տեսանյութ տարածվեց համացանցով, տեսանք թե անչափահաս երեխաները ինչ դաժան բռնության էին ենթարկում իրենց հասակակից մի տղայի, այսինքն մենք բոլոր ոլորտներում ունենք խնդիրներ, ունենք աշխատելու, գործ անելու, չգիտեմ, միջոցներ ձեռնարկելու, քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն, բայց չունենք նախարարներ, չունենք վարչապետ, չունենք քաղաքապետեր, ստանում են պարգևավճարներ, նրանք օգտվում են ծառայողական ավտոմեքենաներից, իդեպ մինչև հեղափոխական Նիկոլ Փաշինյանի կարևոր թեզերից մեկը պատավապետության դեմ կռիվներ, պայքարներ եւ այլն, կրկնակի, քառակի, ավելի ճոխ, ավելի որգրամոլային ընչակացությամբ ընկել են այս խեղճ բյուջեի հետևից եւ ուղակի մսխում են այդ ամեն ինչը, դրա մեջ իրանք հաջողակ են։ Դրա մեջ իրանք հաջողակ են Facebook-յան ստատուսներով, իրենց արտասահմանյան գործուղումներով եւ այլն, որովհետեւ պետությունը իրանք այդպես են պատկերացնում։ Միայն բարիք, միայն վայելք, որից նրանք պետք է օգտվեն ու մանավանդ որ երիտասարդ հասակում, մանուկ հասակում իրենք զրկված են եղել շատ բաներից, բնականաբար չտես կներես արտահայտություն գորմամիշի նման են ամեն ինչին մոտենում, չէ՞։ Եվ արդյունքում, այո, արդյունավետ է, եթե դու օրը ցերեկով ողջ պետական համակարգին անունը դնում ես պետական ծառայողների առաջին համաժողով ու մարդկանց բերում լցնում ես դալիճ եւ ուղիղ նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ դնում ես ով չգա ներկա բացակայես քաղաքական ելույթ ես ունել որ կապ չունի պետական կառավարման առնվազն հանրային ծառայության մասին օրենքի հերը անիծում ես պետական քաղաքացիական ծառայության հերն անիծում ես բոլորին սարքում ես կուսակցական պրիզմայի ներքո սա նշանակում է որ վերջը եկել է դեմոկրատիաները արդեն Հայաստանում որ մարդիկ կեսից թողում են դուրս են գալիս, համալիրի դռները փակել են, որ ոչ մեկը դուրս չգա, չէ՞։ Դրանց մեջ, այ մի հատ որ գրագետ մարդ լիներ ու կյանքում ինչ որ բան տեսած լիներ, կհասկանար, որ Աստված մի արած է, ես երկրաշարժ տեսած եմ, ու երբ որ այդ դռները կողպում էին, օրինակ մեր դպրոցում Պարետը որոշել էր, որ դռները պետքա փակ պահի։ Այդ դռները փակում է դպրոցներում են անում շնչահեղձ ունեցող մարդ ունեցանք, հա։ Այսինքն տարական անվտանգության տարական կանոններ են, որ հազարավոր այդ բազմահազարանոց հավաքների ժամանակ այդ ելքերը պետք է բաց լինեն, ազատ լինեն, Աստված միանաց է։ Իրանք որ գնում են կրակ ու մոլուցքա այդտեղից բխում, չէ՞։ Պետքա կարողանալ տարական գրագիտություն, տարական անվտանգություն, բայց քանի որ շոուն է, իրա պետքա կադրը հազարավոր մարդկանց ամբիոնը որ այդ մերօրյա փրկիչը ելույթ ունենա իր այդ հագուրդը տա իր այդ ընչակախս ծառավին եւ բոլորս դարձնում ենք մի դերասանի են էլ ամփոփ են էլ վատ դերասանի թատրոնի հանդիսատեսներ Եթե իրոք ամփոփենք թե ինչով են զբաղված իրենք ողջ օրը, այսինքն ընդհանրապես փաստերը դնենք իրար կողքի, հա, ինչ են անում, ուրեմն ինտենսիվ կարգով հիմա ԿՊ կուսակցությունը իրենց առաջադրումների մեջ է, հա, պատրաստվում են արդեն նախընտրական, դեռ 6-7 ամիս կա, հա, բայց արդեն առաջադրումներ, շտաբի պետեր են որոշում, պատասխանատուներ են որոշում, այդ ինտենսիվ մտել են քարոզարշավ մեջ։ Երկիր ուրիշ խնդիր չունի, հասկանու՞մ ես։ Խնդիրը միայն վերարտադրվելն է իրենց որտեղ անկեղծ իրանց օրակարգը դա է, չէ՞, ինչքան հնարավոր մոտ կերակրատաշտին, իշխանական վայելքներին, դրա համար պետք է չափանիշ կա։ Օրինակ իմ պատկերացմամբ չինովնիկի աշխատանքի արդյունավետության չափանիշը լուծած խնդիրների քանակն է, չափելի է։ Այս ոլորտի պատասխանատուն ես, քո պատասխանատվության տակ եղած հարցերը ինչ ինտենսիվությամբ ես լուծել ես թե չէ, բայց սրանց դա չկա։ Իրանց ղեկավարը ոնց է սկսում, սրտիկներով, սմայլիկներով, տիկտոկներով եւ այլնով, նույնը իրանք ինչով են պակաս։ Դա է, չէ, ես միշտ ասում եմ, իշխանության էլիտայի գործունեությունը վարակիչ է, ինչպիսին դրանց հոտի ղեկավարն է, այդպես էլ հոտի մնացած անդամներն են, չէ՞, ամբողջային հոտային հոգեբանությունը ընտանիքի հոր բանն է աշխատում։ Ես անալոգիաներ չեմ սիրում անեմ, բայց նախկինում էլ էր, օրինակ նորընտիր նախագահեր 1-2 տարի անց ամբողջ 3 տարին պետական ապարատին դնում էին ընտրական տրամաբանության մեջ։ Հիմա էլ նույն բանը, հա, առնվազն 1.5 տարի առաջ են սրանք սկսել քարոզարշավը եւ ողջ
պետական ապարատը դնում են ընտրական կոնցեպցիայի մեջ, առանձին քաղաքներում արդեն ականատես եղանք, թե բոլոր նախարարները 6 ամիս տեղափոխվում են այդ համայնքներում։ Իրենց նախարարության կազմերով, քերի ծանոթ բարեկամ հարազատներով բոլորին մոբիլիզացնում են, որ իշխանությունը կարողանա բարել, չէ՞։ Հիմա համապետական դրա համար նորից իմ թիրախը եւ իմ ու քու խոսույթը լրակյաց մեծամասնության հետ է։ Լուր ու մունջ այս ամենը հանդուրժող սիրելի հայրենակիցներ, մենք էլ համբերելու տեղ չունենք, հա, մի նայեք, գործողություն արեք, անպայմանորեն ընդվզեք, համաձայն չեք, գործողություն արեք։ Facebook-ներից են վախենում, Facebook-ում հրապարակային կարծիք արտահայտեք, հա, որովհետև մենք գրեթե ամեն ինչ ենք կորցնել, ինչից եք վախենում, հա, այդ վախը, այդ բանը, անասնական վախը մեջներիցս պետք է հանենք ու գնանք առաջ, սրանց դեմ պայքարել։ Եվ երբ որ այս փաստերը դնում եք իրար կողքի, կարելի է հստակ երևում է այդ պատկերը, թե ինչպես են համակարգեր քանդվում, հա, համակարգեր քանդվում։ Ասենք մարդու սեփականությունը խլում են օրը ցերեկով, հեծի խլելու process-ը մեր աչքի առաջ է, տեսնում ենք, որ սկզբից հայտարարեցին, որ պետականացնում ենք, հետո սկսեցին քննարկել, թե ում ենք վաճառելու, ով է հայտնվելու, հետո ասին գնե իջեցնելու ենք, հետո ասում որ իջեցնենք, բա որ 3 կատարի հետո տանկացնենք, ել ինչի իջեցնենք, հետո պետք է բարձրացնենք, չէ՞։ Մեղադրանքներ հավաքվում են, ինքն ու Ռոմանոս Պետրոսյանն նստում են, եթերում մեղադրանքներ են հնչեցնում, մյուս կողմին չեն լսում, հայտնի չի թե ինչի մասը օրինակ ասում են 6 տարվա հաշվիչները սաղ ջնջվել են եւ այլն, հետո պարզվեց ընդամենը օրեր անց որ այո, եւ այդ նույն այդ անչափահասների բռնությունը, անտառների հրդեհը, օդի վիճակը, այս բոլորը վկայում են ինչի մասին, որ կառավարման ճգնաժամ է մեր երկրում, մեր երկրում հայտարար կառավարման ճգնաժամ է։ Բայց սրանց քարոզչության պատասխանատուները, սրանց կարծում եմ, որ շատ լավ պրոֆեսիոնալներ են, որովհետև այդ նույն անչափահասների հետ եղած դեպքը իմ տեղեկատվությամբ եղել է ամիս առաջ, շատ շուտ է եղել, նույնիսկ այդ մեղավորները իրենց 20-օրյա կամ 1 ամսյա պատիժ կրել են, հետո ինչ-որ պրոցես եղել է, հաշտության էլեմենտը եղել է եւ այլն, այո, զազրելի է, ահա որ զազրելի է, ես էլ այդ տարեկի տղա ունեմ եւ ինձ համար այդ կադրերը անթույլատրել են, բայց ինչու հենց հիմա հասկանում ես, այսինքն սրա մեջ պետք է այ շան գլուխը ստեղա թաղված, պետք է հասկանալ, թե սրա հասարակությանը պարակներն էլի, հա, բարոյականացման, մեզ բոլորիս ավելի, այսպես ասած, անասնական բնազների մեջ դնելու, բոլորին նման դառնելու, տեսեք, մեզնից ավել բան մի պահանջեք, մենք էս ենք։ Եղել են աշխարհը մախրտը մեղավոր կենթանի է եւ իր կյանքից սկսած այսպիսի դեպքերը կան, բայց երբ որ դա պետական մակարդակով սկսում ես հանրայնացնել, այսինքն դու ինքդ խրախուսում ես այդպիսի վարվելակերպերը եւ ինֆորմացիոն թեմաներում բերում ես առաջ, սա պետք է մտահոգի, այս սա մեզ պետք է դաս լինի, մեր արժեքներից ավելի կարճած մնանք, այն ինչ որ մերն է, այն ինչ որ մարդկային է, ազգային է, հայկական է, կարճենք դրանից, պին պահենք ու դրանք առաջ։ Եվ այդ ճանապարհին ամենակարևորը այո եկեղեցու հետ կապված է վիճակն է, որը պետք է բոլոր հնարավոր ձևերով դա կանխվի, կանխարգելվի, դրա դեմը պետք է առնվի, չի կարելի տենց բաց աչքով հանգիստ նստել ու հետևել, թե ինչպես է մարդամեկը եկեղեցին պղծում, ոչնչացնում այդ միասնականությունը, մտնում այն դաշտ, որտեղ ինքը իրավունք չունի մտնելու եւ այդ դարձնում իմ ու քո մեր օնքական եւ ձեր օնքական իհարկե մի բան լավ է, որ մենք որպես քրիստոնյա համայնքի ներկայացուցիչներ մենք ավելի ենք խորամուխ լինում դա եկեղեցու ներքին կանոնակարգերին, մենք էլ ենք ստիպված շատ բաների ուշադրություն, ասենք մինչև այդ կուսակրոնը էս թե ամուսնացյալ քահանայից եւ այլն, չէ, մեզ համար այդ աստիճանի կարեւորություն չուներ, գուցե սա էլ է էտապ, որը պետք է անցնել։ Գուցե վեհապարը ավելի լավ գիտի եկեղեցի բարձրաստիճան հոգեվարական, որովհետև ռազմավարական համբերությունը ինքը չինական հասկացություն է, բայց մեր եկեղեցու հայրերը գուցե ռազմավարական համբերության մեջ, ինչպես չինացիներն ասում են, հանգիստ նստի գետի բերանին եւ ջուրը կբերի քո դիակին, հա, թշնամու դիակը, հիմա գուցե այդպես համբերության մեջ է, բայց իրանք լավ չեն ճանաչում Նիկոլին։ Նիկոլը կյանքում ոչ մի խնդրեմ չի, ինքը միշտ խնդրեմ ստեղծել է եւ պատով գնացել է այդ խնդրեմի հետևից։ Հիմա մնում է որ պատի նման կանգնեն, եկեղեցին Աստծո զորությամբ անպարտելի է, հավերժական է, դա ի վերուս տրված միակ կառույցն է։ Պետականություններ ունեցել ենք, չենք ունեցել, եկեղեցին գոնե 1000 կանգուն է մնացել։ Այս գիտակցմամբ էլ գնանք առաջ։ Այո, այս գիտակցմամբ գնանք առաջ եւ մեր հնարավոր մեր ջանքը դնենք եկեղեցին պահելու։ Այո, եւ ամեն մեկս եկեղեցին պահելու, ուշադիր, ես չեմ ասում այս կամ այն հոգեվորականին,
եկեղեցին պահելու, պաշտպանելու խնդիրադրված ամեն մեկս մեր գործողությամբ պահենք, պաշտպանենք մեր Սուրբ եկեղեցին, այլ ոչ թե այս կամ այն հոգևորական։ Իսկ որ սա հարձակում է ուղիղ եկեղեցու հիմքերի խարխլման, այստեղ երկու կարծիք լինել չկա։ Այո, եւ այդ հիմքը նույն ազգային մեր հիմքերն են, որոնք պետք է պաշտպանվեն։ Այո, համաձայն եմ։ Շնորհակալ եմ այսօր այսքանը։ Կհանդիպենք։